Բարև ձեզ, հարգելի լրագրողներ, իմ ներածական խոսքը հետո կտեսնենք։ Գլխավոր պրոբլեմը Նիկոլն է։ Ցանկացած զիջման գնով իշխանության մնալու նրա գենետիկ հիվանդությունը։ Տեսեք ոնց է Ադրբեջանին Թուրքիային աղաչում, ամեն ինչ կտամ, միայն թղթի մի կտորով օգնեք խաբեմ ժողովրդին։ Ժամանակին ասում էր պատրաստ եմ տղայիս ուղարկել Բաքու գերիների դիմաց։ Ասել եմ իրան, քեզ առաջարկիր, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մյուսների դիմաց, սա նրանցից ոչ մեկի եղունգը չարժե։ Ես հակված եմ առաջ նայել ու գլխավոր հարցը լուծել։ Անցյալում չմնալ, բայց անցյալը պիտի ճիշտ գնահատել առաջ գնալու համար։ Հիմա Նիկոլ ամենացածր վարկանիշն ունի։ Ժամանակին ինչքան սրան սիրում էր մեծամասնությունը, այդքան ու ավելի այժմ ատում է։ Բնականաբար քաղաքական հիմնական ուժերը դիրքավորվելու, իրենց կարողությունը մեծացնելու խնդիր են փորձում լուծել։ Եթե համախմբում հնարավոր չէ, տարանջատվելն ու մոտեցումները հստակեցնելը մյուս ճանապարհն է։ Հիմնական ուժեր ասելով, ես նկատի ունեմ երկրորդ նախագահ Հայաստան դաշինք, Հանրապետական կուսակցություն և Դաշնակցություն։ Ցավոք այս ընթացքում նոր հաշվառելի քաղաքական ուժերը այդպես էլ չեն առաջացել, թեև ինչ-որ նշաններ, փորձեր կան։ Եվ այս առումով իմ նկարագրած համատեքստում նախագահ Քոչարյանի ասուլիսը կատալիզատոր դարձավ։ Երկրորդի ծանրակշիռ ներկայությունը շատերի մոտ է խնդիր առաջացնում։ 2015-ից Հայաստանը խորհրդարանական երկիր է։ Փաստ է, 2018-ին գործադիր իշխանությունը հանձնել է խորհրդարանը, հետո էլ ազգային ժողովն է հանձնել։ ՀՀԿ-ն մեծամասնություն էր։ Կարող է ինչ հանձնել։ Իրենք են ասել, եթե իմանայինք այսպիսի հետևանքներ են լինելու, այլ կերպ կվարվեինք, ավելի վճռական կլինեինք։ Մինչև վերջին պահը համոզված էին, որ ամեն ինչ վերահսկողության տակ է։ Այդպես էին զեկուցում։ Էլեկտրիկ Երևանի նոր տարբերակն էր, հետո միանգամից փլվեց։ Արտաքին ուժային կենտրոններից մեկը զանգվածը մեծացրեց, փողով, ՀԿ-ներով, այլնով, մյուսը տեսավ, որ բանը բարից անցնում է, որոշեց անմասն չմնալ, զանգվածը կրկնապատկվեց։ Այստեղից էլ ես Նիկոլին չեմ պարտվել, այլ շատ ավելի հզոր ուժերի հաստատումը։ Երեկ էլ արդարացման նոր թեզ։ Իշխանությունը հանձնել է ժողովուրդը հեղափոխության միջոցով։ Հեղափոխություն լինում է ոչ արդյունավետ կառավարման արդյունքում։ Ովքեր էին կառավարում։ Արդյոք հանրապետականը միատար էր այդ ժամանակ։ Հիշում եք 15 թվականի սահմանադրության նախագծի վերաբերյալ երկրորդ նախագահի զգուշացումը։ Այս նախագծում կա թաքնված մեծ ռիսկ։ Այնպիսի զգացողություն ունեմ, որ մի նոր ղեկավարող առաջնորդող ուժի ստեղծման փորձ է արվում։ Սա ասվել է 15 թվականին։ Այո, ուզենք թե չուզենք հարցեր կան, որոնք պիտի պարզաբանվեն։ Եթե երրորդ նախագահը չառաջադրվեր վարչապետ, ինչ էր լինելու։ Ինչ էր լինելու, եթե իրենցից մեկին ընտրեին։ Հիմա ինչ-որ մարդիկ տողատակերում ու արդեն նաև բացահայտ փորձում են Կարեն Կարապետյանին մեղադրել։ Ազնիվ չէ։ Կարենը 17 թվականի պարլամենտում 2 պատգամավոր ուներ։ Ես հորդորում եմ մեր գործընկերներին ամփոփել այս թեման, արձանագրել տարանջատումը և գործել գլխավոր հիմնական ուղղությամբ, ամեն մեկն իր պատկերացրած ձևով։ Եվ վերջին մի հաստատում իմ կողմից։ Հավատարմությունը, երախտագիտությունը, բարոյական պարտավորությունը մարդկային բարձր արժանիքներ են։ Ինչ-որ ազդեցություն կարող է ունենալ նաև այլ կարգի կախվածությունը։ Բայց սրանք չպետք է խանգարեն մարդու սկզբունքներին, սեփական դեմք ունենալուն,
ինքնուրույն մտածելուն ու գործելուն։ Շնորհակալ եմ։ Հերթով հարգելի լրագրողներ, Ռիփսի Մեջեբեջյան ձեր հարցը։ Խնդրում եմ սկզբում մեկական հարց տալ։ Անցավ մեր 20 րոպեն։ Պարոն Վարդանյան, փաստորեն դուք ՀԿ-ին եք մեղադրում Նիկոլ Փաշինյանին բերելու մեջ, ասելով, որ ուներ մեծամասնություն։ Դուք երևի մոռանում եք այդ ընթացքում այն բոլորիս հիշողություններում դաջված դրվագը, երբ ձեր թիմակիցները Հոիդայից ձեզ հեռացրեցին Նիկոլի օգտին չքվեարկելու համար։ Ինչու եք մենակ սլաքները ուղում հանրապետականների եւ այդ թևի վրա։ Ինչի ձեր թիմակիցներին չեք մեղադրում, չեք ասում, որ ներողություն խնդրեն նույն ձև Նիկոլ Փաշինյանին բերելու համար։ Ի վերջո դուք էլ նշեցիք հանրապետականները գոնե ներողություն խնդրել են, բայց Հոիդայից ես չեմ հիշում նման ներողություններ։ Շնորհակալություն։ Ես ոչ մի բան չեմ մոռացել, ես ամեն ինչ շատ լավ հիշում եմ, երբ որ ասում եմ ընտրել է խորհրդարանը, նկատի ունեմ նաև բոլոր քվեարկած падգամավորներին։ Եթե Դաշնակցությունը կարծեմ ինքն էլ բազմիցս այդ մասին խոսել է, ասել է այդ էյֆորիայի ժողովրդի ճնշման ազդեցության եւ այլնի մասին, բայց սա որևէ բան չի փոխում։ Եվ ես իմ ձեզ հայտնի ելույթում հստակ ասել եմ, որ կա նաև բարոյական պատասխանատվություն եւ եթե հարկ լինի, ես կդնեմ մանդատս։ Այնպես որ ես ազատ մարդ եմ եւ իմ տեսակետը եւ չեմ ուղում միայն հանրապետականների դեմ։ Ես իմ բացման խոսքը թե ավելի ուշադիր կարդաք, կտեսնեք, որ նաև այլ ենթաշերտեր կան այնտեղ եւ հանրապետականներից շատ-շատերն էլ վստահ եմ այսօր բոլորն էլ, եթե իմանային, որ եւ ասել են այդ մասին, այսպեսին է լինելու այս իշխանության ավերը, բնականաբար նման քայլի չէին գնա։ Բայց մթնոլորտ այո այդպեսին էր եւ սխալներ ունենում են բոլորը։ Պետք է սխալներից դասեր քաղել եւ հիմնական գլխավոր խնդիրը չանտեսել։ Շնորհակալ եմ։ Սիվիկեմ